5-6 ամիս առաջ այս պարգևատրումները, այսպես ընտրակաշառքի թիմին կողքը պահելու, օրինակ կարող եք մյուս անցած տարի էլ անեք, ինչու հենց ընտրությունների նախաշեմին այսպիսի որոշում, պիլոտային ծրագիր, ըստ տեղեկությունների մեծ մասամբ պետական համակարգում յուրայիններին պարգևատրելու։ Ձեր հարցի պատասխանը թաքնված է այն քանակի մեջ, թե ինչ թվով մարդիկ են դիմել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակում ընդգրկվելու համար։ Թիվը գրեթե 400, այսինքն դա ցուցիչ է, որ մարդիկ առանց որևիցե պարգևի վճարի, առանց որևիցե ինչ-որ ձեր ասած խրախուսման, հա, ճակերտավոր շատ լավ գիտակցում են, որ Հայաստանի Հանրապետության գալիք ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մեծամասնություն է կազմելու եւ դրա համար որևիցե մեկին պարգևավճար տալ եւ դրանով խրախուսել կարիք չկա եւ ել չեմ ասում, որ դուք տեղյակ չեք, որ ժամանակին, երբ որ նախորդ իշխանության ժամանակ շատ ու շատ падգամավորներ ծրարով փող են ստացել իրենց այսպես ասած կուսակցության ղեկավարներից, դրանից տեղյակ չեք։ Հիմա էլ է սա, օրինական անեկդոտի նման, ասма թղթատարությունն է մի քիչ ավելի։ Չէ, Կարինե ջան, տենց չի, ֆիքսեք, որ ազգային ժողովի падգամավորի աշխատավարձը այսքան է, նախարարի աշխատավարձը այսքան է, թե ինքը կստանա դա 3 ամիսը 1, կտոր դրամ առ դրամ, թիվը էդ է, այսինքն ինքը ստանալու է մոտավորապես 1 միլիոն դրամին հասնող, միջինը 1 միլիոն դրամին հասնող աշխատավարձ։ Հայաստանի Հանրապետությունում ազգային ժողովի падգամավորի աշխատավարձը ֆիքսեք ձեր համար, մոտավորապես, հա, 1 միլիոն դրամ է։ Թե ինքը 500,000 դրամը ամեն ամիս կստանա, այդ մնացած 500,000 դրամները կհավաքվի եւ տարվա վերջում իրան դա կփոխանցվի, 3 ամիս հետո կփոխանցվի, դա արդեն թղթաբանության խնդիր է, հա, ֆիքսեք ձեր համար, որ պետական պաշտոնյայի աշխատավարձը այդքան է։ Պարոն Սիմոնյան, դուք նոր խոսեցիք Կարեն Կարապետյանից, հա Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, որ զբաղեցրել է, հայտարարություն տարածեցին րոպեներ առաջ, ասում է, որ Կարեն Կարապետյանը տարիներ շարունակ աշխատելով պետական համակարգում երբեք աշխատավարձ չի ստացել, այն ուղղել է մանկատների սաներին եւ շրջանավար։ Ես ուրախ եմ իրանց համար, ինչ կարող եմ ասել, ասենք լավ է։ Դե չգիտեմ ինչքան ստացել, դուք ինձ հարց տվեցիք, ուղղել է, լավ է արել, իսկ մնացած ինչով է ապրել, կարամ իմանամ։ Բիզնես։ Այսինքն բիզնեսմեն է եղել եւ եղել է ազգային ժողովի падգամավոր։ Լավ, եկեք բանով չզբաղվենք, էլի բոլորը շատ լավ գիտեն, հա, ինչի մասին են խոսում, ինչի մասին ենք խոսում եւ թե գործարա, թե բարեր այդ կներեք, էլի բարերարությունը, այդ ձևական բանը վերջացրեք, էլի։ Մարդկա այնքան շատ է օգնում եւ դրա մասին որևիցե մեկը ոչ մի բան չի իմանում։ Իդեպ դուք էլ, եթե չեմ սխալվում։ Ես ոչ մի իմ մասին մի խոսեցիք, կարևոր չի ես ինչ եմ անում կամ ոնց եմ արել, ես դրանով ինձ գովազդելու որևիցե տրամադրություն չունեմ։ Այսինքն ինչ որ մարդիկ ինչ որ բարերարություն են անում եւ դրա համար հարկային արտոնություններ են ստացել եւ իրենց բիզնեսները զարգացրել են եւ միլիոնավոր դոլարների աշխատավարձ են բանեն եկամուտ են ստացել իրանց այդ մի 500-600 հազար դրամ 1 միլիոն դրամ աշխատավարձը տարվա մեջ մի անգամ տվել են մի մանկատանը մի րոպե ես որևիցե ձևով չեմ մեկնաբանելու ես ֆոնդ ունեմ տարեկան եւ այդ տարեկան ֆոնդը ես միջև վերջ գրեթե սպառում եմ եւ 100 տարբեր վիրահատությունների, չգիտեմ, ամեն ինչի գումար տվեմ, բայց դուք դրա մասին ոչ մի բան չեք իմացել եւ դրա մասին ես չեմ հրապարակում։ Նույնիսկ Աստվածաշնչի մեջ տենց բան կա, որ բերում է մեկը շատ իր մի հարուստ բերում է մի քանի կոպեկ տալիս եւ մի աղքատ մարդ բերում է իր ամեն ինչ ունի տալիս է։ Այդ թարգեք վերջացրեք այդ բանը, դրա վրա խաղալը ես բարեգործություն արեցի եւ բարեգործները իսկական բարեգործները չեն աղաղակում, որ իրանք բարեգործ են։ Դա աղաղակելու համար չի։ Այն մարդը, որ աղաղակում է, որ ինքը բարեգործություն է անում, ամենավատ բանն է անում։ Պարոն Սիմոնյան, Իրանից հայտարարություններ են հնչում, անհանգստություններ, ասում են իրենց տպավորությամբ Հայաստանը իրենց դեմ գործողությունների է մասնակցում, մասնավորապես թրիփի հետ կապված, որ Վաշինգտոնում հայտարարություն հաստատվեց, եւ ակնկալում է դեսպանը, որ կրկին հանդիպումներ կլինեն եւ կվստահեցնեք իրենց բացատրություններ կտակ իրենց։ Հայաստանը երբևիցե որևիցե քայլ չի արել եւ չի անի բարեկամական Իրանի ժողովրդի պետության նկատմամբ եւ որևիցե նմանատիպ գործընթացների մեջ ներառված չի լինելու, ինչ վերաբերում է թրիփին, թրիփը նաեւ մեծ հնարավորություններ է տնտեսական ստեղծելու տարածաշրջանի բոլոր երկրների համար, այդ թվում նաեւ Իրանի համար
Եվ ինչ վերաբերում է մտահոգություններին, կարծում եմ ես լարվածությունը, որը հիմա իրենց երկրում կա, ինչ որ ձևով երբ որ կհանգուցալուծվի, իրանք ավելի հստակ կտեսնեն, որ որևիցե նման բան գոյություն չունի։ Ես դեռ նորանշանակ դեսպանի հետ չեմ հանդիպել, դեռ նման պայմանավորվածություն որքանով գիտեմ չկա, բայց եթե հանդիպեմ, նորից եմ ասում, որևիցե բան չկա։ Տեսնում որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է օգտագործել եւ Իրանի դեմ գործողություններ իրականացնել տարածքից։ Իրանը ունի 10 քանի մեծ տոկոսի իրենց հարգելիս Իրանը 10 քանի հարևան ունի անմիջական, ամենաշատ սահմանակից հարևաններ ունի, այսինքն այդ Հայաստանի 23 կիլոմետրից պետք է Իրանը գործողություն, ԱՄՆ-ն գործողություն իրականացնի բանի Իրանի նկատմամբ։ Իրանին վերջի գործողությունների ժամանակ, եթե չեմ սխալվում, իրանք ԱՄՆ-ից ինքնաթիռը թռավ, եկավ հասավ ստեղ, իր գործողությունը իրականացրեց, գնաց։ Հիմա ասենք իրենք են այդ վտանգը տեսնում այս Ես կարծում եմ, որ մի քիչ ես կարծում եմ, որ չափազանցրած է ձեր գնահատականը, նման մտահոգություն մենք իրենց հետ կապի մեջ ենք գտնվում եւ ձեր մտահոգությունները չափազանցված է, ինչ վերաբերում է Իրանի դեսպանի հայտարարությունը, ես արդեն ասացի, նաեւ երեք վարչապետն է մեկնաբանել, որևիցե բան վարչապետի մեկնաբանությանը ես չեմ ուզում ավելացնել։ Ասել, որ այդ ճանապարհը միջև այս հայտարարության կնքվելը, որ այդ ճանապարհը Զանգեզուրի միջանցքի տրամաբանությամբ է։ Լսեք, լավ էր արել ասել էր։ Չի որ ասում չափազանցած։ Լսեք, դուք էլ կարող եք ասել, ես ձեզ պակաս հարգանքով չեմ վերաբերվում, քան իրանց ընդհանուր առմամբ որևիցե մի պաշտոնյային, շատ բան կարող եք ասել, ես էլ շատ բան կարող եմ ասել, չէ՞։ Սևով սպիտակի վրա գրած բան կա։ Բան կա գրած, չէ՞։ Ինչ է դա։ Ասենք ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարը պարոն Ռուբիոն բառացի բաներ է ասում, չէ՞, գրած է, չէ՞։ Եկեք ասենք, որ դա ընդհանրապես Ռուսաստանին է պատկանում։ Մեկնաբանենք, որ դա Ռուսաստանին է, քանի որ Ռուսաստանը ստեղ ազդեցություն ունի, ինչ ցնդաբանություն ասես կարելի անել, թուղթ գոյություն ունի, արդեն 2 թուղթ ունի գոյություն ստորագրված։ Հիմա ասենք, ով մեր մեկնաբան կամ իրանց մեկնաբանելով չի։ Գերիների 4 գերիներ վերադարձան պարոն Սիմոնյան, դեռևս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է մնալ գերի Ադրբեջանում, նրանց վերադարձի շուրջ ինչ գործընթացներ են ծավալվում։ Հիշում եք, մի ամիս առաջ ճեպազրույցի ժամանակ եւ ընդհանրապես միշտ հարցնում եք գերիների հետ կապված ինչ գործընթաց է, մենք միշտ պատասխանում ենք, որ այդ գործընթացը չի երևում, բայց դա անընդհատ իրականացվում է, այս գործընթացի հետևանքներն է, այնքան ժամանակ, ինչքան որ մենք այնքան հաճախ, ինչքան որ մենք հանդիպում եւ խոսում ենք դրա մասին, մենք երևի թե որևիցե թեմայի մասին չենք խոսում, ինչպես նաեւ ոչ միայն գերիների մասին է խոսքը գնում, նաեւ մենք հաճախ խոսում ենք, նաեւ միշտ մշտապես խոսում ենք նաեւ անհայտ կորածների հետ կապված եւ այդ process-ը ավարտվելու է այն ժամանակ, երբ որ որևիցե մեկի մոտ որևիցե հարց չի մնա եւ որևիցե մեկը այլևս այնտեղ մեր հայրենակիցներից չի մնա եւ որևիցե մի տարբերություն մեր համար չկա, բոլորը պետք է վերադառնան եւ դա ժամանակի հարց է, ես վստահ եմ։ Պարոն Սիմոնյան, նույն գերիների վերադառնալու այդ տեղեկատվությանը զուգահեռ տեղեկատվություն տարածվեց նաև, որ սիրիացի 2 վարձկաններ են փոխանցվել, 3 Նիկոլ Փաշինյանը Սիրիային, Թուրքիայի միջոցով, 3 Նիկոլ Փաշինյանը դա մեկնաբանեց որպես Սիրիայի նկատմամբ բարեկամական որոշում, ինչու հենց հիմա։ Ինչ անշանակում ինչու ինձ եմ, իսկ ինչի եւ ոչ մի տարի առաջ կամ մի տարի հետո, հա։ Համընկել է, դեպ ասեմ, որ շատ երկար process է եղել այդ փոխանցումը, շատ վաղուց սկսված process է եղել եւ սիրիական կողմի հետ այդ աշխատանքը շատ դժվարությամբ իրականացրել ենք, այսինքն ինչի չփոխա, դա բարի կամքի դրսևորում էր, ինչպես վարչապետը ասաց, Սիրիայի պետության նկատմամբ։ Եվ փոխկապակցված չեն, ինչպես պնդեց Փաշինյանը, այդ պնդումներից հետո էլ կան կարծիքներ։ Այլ լրատվությունից ենք էլի խոսում, էլ նույնպես վերադառնանք։ Հիմա ինչ է ենթադրում, պետք է ասեմ, չէ, Փաշինյանը սխալ էր պնդել դա, այսինքն ուզում հասկանամ հարցը տալուց առաջ, որ տալիս եք, ինչ եք ակնկալում, լսեք։ Ինչ տալ, եկեք 3 տարբերակ քննարկենք։ A. Փաշինյանը սխալ էր, ես ճիշտ, B. Ես չեմ պատասխանում, ինչ եք ենթադրում։ Իհարկե, Հայաստանի Հանրապետության վարչապետը ասել է եւ ընդհանրապես գերիների հետ կապված զբաղվում է եւ աշխատանքները իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր համապատասխան գերատեսչություններով, ոչ падգամավորները, ոչ ազգային ժողովի նախագահը, ոչ որևիցե այլ մարմին կամ անձնավորություն դրանով չի զբաղվում, զբաղվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կառավարության ղեկավարի գլխավորությունը։ Մի հատ վերջացնեմ, մի վերադարձի, սպասի մի հատ վերադառնանց, որ մի ժամը խոսում էինք իրար հետ, վերադառնում ենք։ Տիգրան Ավինյանին հրավիրել եք ձեր